Իրանական պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ, հաղորդում է Fars Today-ը։ Քաղաքի օդային տարածք մտնելուց հետո այն ուղեկցվել է պակիստանյան կործանիչներով, նշվում է հրապարակման մեջ։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները սպասվում են այսօր, ապրիլի 11-ին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, հաղորդում է CNN-ը, հղում անելով հեռախոսազրույցին ծանոթ ամերիկյան եւ իսրայելական աղբյուրներին։ Զրույցը տեղի ունեցել Լիբանանի հետ ուղղակի հրադադարի բանակցություններ սկսելու Իսրայելի մտադրությունից կարճ ժամանակ առաջ։ Իսրայելական աղբյուրը հայտնել է, Նեթանյահուն հասկացել է, որ եթե ինքը Լիբանանի հետ ուղղակի բանակցությունների կոչ չանի, Թրամփը կարող է պարզապես հայտարարել հրադադարի մասին։ Դա այս շաբաթ երկու Աշխարհային առաջնորդների միջև առնվազն երրորդ հեռախոսազրույցն էր, որի ընթացքում Լիբանանը առանցքային թեմա էր։ Երեքշաբթի նախքան Թրամփը կհայտարարել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, առաջնորդները զրուցել են։ Ըստ իսրայելական աղբյուրի, Նեթանյահուն Թրամփին կոչ է արել թողնել Լիբանանը Իրանի հետ հրադադարի համաձայնագրից դուրս։ Նրանք կրկին զրուցել են մեկ օր անց, երբ հայտնի է դարձել, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 303 մարդ։ Թրամփը չորեքշաբթի Նեթանյահուին խնդրել է կրճատել Լիբանանում Հեզբոլլահի դեմ հարձակումները։ Հինգշաբթի տեղի ունեցել երրորդ հեռախոսազրույցը, որից առաջ Նեթանյահուն հայտարարել է ուղղակի բանակցությունների մասին։ CNN-ի հարցմանն ի պատասխան Նեթանյահուի գրասենյակից հայտնել են. Թրամփի հետ լարված հեռախոսազրույցի նկարագրությունը կեղծ լուր է, եւ որ դա ընկերական բանավեճ է եղել։ Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Իսլամաբադ, Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար, հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։ Հայտարարության համաձայն ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Դրա կազմում են նաև ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը եւ ձեռնարկատեր Ջարեդ Քուշները։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի սենատոր Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը բանակցությունների բարձրշրջանի վերաբերյալ ուղղված են ժամանակ ձգձգելուն։ Նրա կարծիքով Զելենսկին փորձում է հետաձգել բանակցային գործընթացը, հույս ունենալով, որ ԱՄՆ-ում քաղաքական փոփոխություններ տեղի կունենան, եւ Վաշինգտոնի դիրքորոշումը կարող է փոխվել Ուկրաինայի օգտին։ Սենատորը նաև նշել է, որ ուկրաինական կողմի հայտարարությունները իր գնահատմամբ հիմնված չեն իրական տվյալների վրա։ Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի համար առաջիկա ամիսները լինելու են ծանր, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ բանակցային գործընթացում։ Իսլամաբադ ժամանող իրանական պատվիրակությունը հավանաբար կհանդիպի Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեկնարկից առաջ, հայտնել է տեղեկացված աղբյուրը։ Նրա խոսքով բանակցությունների ձևաչափը եւ ժամանակը կորոշեն իրանցիներն ու պակիստանցի իշխանությունները։ Հանդիպմանը կարող են մասնակցել նաեւ Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը եւ արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը։ Մոտ 190 օտարերկրյա լրագրող ստացել է հավատարմագրում Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունները լուսաբանելու համար, հայտնել են Պակիստանի տեղեկատվության եւ հեռարձակման նախարարությունից։ Գերատեսչության պաշտոնյայի խոսքով 180-ից 190 օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ ստացել են անցագրեր ԱՄՆ-Իրան բանակցություններին վերաբերող միջոցառումներին մասնակցելու համար։ Լրագրողները պետք է լուսաբանեն միջոցառումը Մուհամմադ Ալի Ջինայի անվան կոնգրեսիայի կենտրոնից։ Կարմիր գոտի մուտքը, որտեղ գտնվում է կառավարական համալիրը, փակ է։ Հետևաբար տեղական իշխանությունները ավտոբուսներ են տրամադրել լրագրողներին կոնֆերանսային կենտրոն տեղափոխվելու համար։ ԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ սպասվող բանակցությունների ընթացքում բարձրացնել իր քաղաքացիների ազատ արձակման հարցը։ Այս մասին հայտնում է Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Տեղեկությունների համաձայն խոսքը վերաբերում է Իրանում պահվող առնվազն 6 ամերիկացի քաղաքացիների, սակայն դեռ պարզ չէ, թե որքան վճռականորեն Վաշինգտոնը կպնդի այս պահանջը, եւ հնարավոր է բարդ բանակցությունների դեպքում հարցը հետաձգվի։ Սպիտակ տունը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը, նշելով, որ բանակցությունները շարունակվում են եւ չեն քննարկվում մամուլի միջոցով։ Բրյուսելի քաղաքական իշխանությունները դադարեցրել են ուկրաինացի փախստականներին օգնող ամենամեծ կենտրոնի, ուկրաինացիների ձայնի ֆինանսավորումը եւ վտարել այն։ Գրեթե 4 տարվա գործունեությունից հետո Բրյուսելի Եվրոքվարթում գտնվող ուկրաինացիների ձայն ուկրաինական փախստականների կոմիտեն փակվել է ապրիլի 1-ին, հայտնել է կենտրոնի համակարգող Պավլո Կոշկան։
Կենտրոնը ըստ տեղեկությունների դադարեցրել է գործունեությունը Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի հանրային կոմունալ ծառայությունից ազատման մասին ծանոթում ստանալուց հետո կենտրոնը օգնություն է տրամադրել ուկրաինացի փախստականներին, այդ թվում ուկրաիներենի հոգեբանական աջակցություն, լեզվի դասընթացներ եւ իրավաբանական խորհրդատվություն։ Ռուսաստանը քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության շղթումը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը սահմանում է քրեական պատասխանատվություն խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը շղթելու կամ արդարացնելու համար, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու եւ նրանց գերեզմանները պղծելու համար։ Օրենքի համաձայն ցեղասպանության զոհերի գերեզմանների եւ հուշարձանների ոչնչացման, վնասման կամ պղծման համար, անկախ այն բանից դրան գտնվում են Ռուսաստանում թե դրա սահմաններից դուրս, նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում։ Բացի այդ, խորհրդային ժողովրդի ցեղասպանության փաստի շղթման կամ դրա արդարացման, ինչպես նաև զոհերի հիշատակը վիրավորելու համար սահմանվում է քրեական պատասխանատվություն մինչև 3 տարի ազատազրկմամբ։ Այսօր վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել Քուչակապալան ճանապարհին։ Բախվել են ներքին գործերի նախարարության ոստիկանության Հոնդա ավտոբուսը եւ Նիսան մեքենան։ Ըստ լուրերի ոստիկանության գվարդիայի ավտոբուսը լոռի էր մեկնում Փաշինյանին ուղեկցելու համար։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, 12-ը վնասվել։ Ավտովթարների դեպքերին անդրադարձել է նաեւ ինքը Նիկոլ Փաշինյանը։ Շատ էլի տխուր իրադարձություններ են տեղի ունեցել։ Խնդրում ենք ճանապարհներին լինել հնարավորինս զգույշ եւ պահել հնարավորինս երթևեկության կանոնները, որտեղ նաեւ հիմա ճանապարհների լավ վիճակը երբեմն լրացուցիչ գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարել մեքենաները, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի։ Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է պետական սեփականություն հանդիսացող պատմության եւ մշակույթի հուշարձաններն անհատույց սեփականության իրավունքով հայաստանյան առաքելական եկեղեցուն հանձնելու համար։ Գործը 2026 թվականի ապրիլի 9-ին ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան, այս մասին գրել է հետքը։ Ազգային ժողովի падգամավորները կմասնակցեն անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի եւ ֆինանսների, գիտության եւ կրթության, ինչպես նաեւ մշակույթի տեղեկատվության, туриզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին։ Այս մասին պարզ է դառնում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։ Նիստերին մասնակցելու համար Սանկտ Պետերբուրգ կգործուղվեն ազգային ժողովի падգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Շիրակ Թորոսյանը, Գեգամ Նազարյանը, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնակից Սոֆիա Մնացականյանը։ Պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում կլինի 2026 թվականի ապրիլի 15-ից 17-ը։ Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը հենացածքում գերազանց արդյունք է գրանցել։ Արթուրը ստացել է 14.583 միավոր եւ առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ։ Աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի եռակի չեմպիոնը 0.3 միավորով ավելի բարձր գնահատական է ստացել երկրորդ տեղը գրաված ուկրաինացի Նազար Չեպուրինից։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ երկիրը կարող է բախվել լուրջ ճգնաժամի, եթե հասարակության մեջ չպահպանվի միասնականությունը։ Բուդանովի խոսքով մոտ ապագայում կարող է տեղի ունենալ տրիգերային իրադարձություն, որը կպահանջի հասարակության համախմբում։ Նա ընդգծել է, որ միասնականության բացակայության դեպքում նման զարգացումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, սակայն չի հստակեցրել, թե ինչ իրադարձության մասին է խոսքը։ Նրա գնահատմամբ հասարակության ներսում արդեն նկատվում են տարաձայնություններ, օրինակ քաղաքացիական անձանց եւ զորակոչի մարմինների ներկայացուցիչների միջև լարվածությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները ամերիկյան զորքերը Եվրոպայից դուրս բերելու վերաբերյալ ուշադրության արժանի չեն։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։ Մենք սա տեսել ենք բազմիցս վերջին 1 տարվա ընթացքում։ Թրամփի ելույթները իսկապես կոշտ են, ինչպես նաև նրա սպառնալիքները։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն չափազանց շահագրգռված է Եվրոպայում մնալով, հայտարարել է Օրպոն։ Ֆինլանդիայի վարչապետը նաև կրկնել է, որ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը կարող է կայացնել միայն կոնգրեսը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ինքը հստակ հրահանգներ է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ։ Մենք կփորձենք բանակցությունները դրական ձևով վարել։ Նախագահը մեզ բավականին հստակ հրահանգներ է տվել, ասել է Վենսը։
Իրանը չի բացառել, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները կարող են ԱՄՆ-ի կողմից ժամանակ շահելու եւ հարձակման նախապատրաստվելու գործիք լինել։ Նման կարծիք է հայտնել Հնդկաստանում գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Հակիմ Իլահին։ Հնարավոր է այս բանակցությունները միջոց եւ գործիք են ավելի շատ ժամանակ շահելու, թարմանալու, ավելի պատրաստված լինելու համար եւ ԱՄՆ-ն կհարձակվի մեզ վրա։ Իհարկե մեր եւ Միացյալ Նահանգների միջև վստահություն չկա, ասել է նա։ Իսրայելը մտադիր չէ դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները, սակայն կսահմանափակի դրանց մասշտաբը։ Համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքի, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրին։ Հրապարակումը նշում է, որ Թրամփը դեռևս չի խնդրել Իսրայելին կրճատել շիական Հեզբոլլահ կազմակերպության դեմ իր արշավը, սակայն ԱՄՆ վարչակազմը վախենում է, որ այդ հարձակումները կխոչընդոտեն Իրանի հետ բանակցություններին եւ Հորմուզի նեղուցը բացելու ջանքերին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախկինում հայտարարել էր, որ հրամայել է Լիբանանի հետ ուղիղ բանակցությունները սկսել հնարավորինս շուտ։ Axios-ի փոխանցման բանակցությունները նախատեսված են հաջորդ շաբաթ Վաշինգտոնում։ Երկու կողմերն էլ ներկայացված կլինեն ԱՄՆ-ում դեսպանների մակարդակով։ Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն Իրանի 10 կետանոց ծրագիրը կծառայի որպես մերձավոր արևելքի խաղաղ կարգավորման հետագա բանակցությունների հիմք։ Համաձայնություն է ձեռք բերվել, որ այս ծրագիրը կծառայի որպես բանակցությունների հիմք, հայտարարել է արտաքին գործերի նախարարությունը։ Արտգործնախարարությունը նշել է, Իրանի իշխանությունները դեմ են հրադադարին, որը իրական դիվանագիտության փոխարեն կհանգեցնի ԱՄՆ-ի եւ Իսրայելի վերազինմանը եւ հետագա ռազմական գործողությունների վերսկսմանը։ Իրանը միշտ պատրաստ է երկխոսության, բայց ոչ այնպիսի երկխոսության, որը խաբեության միջոցով կհանգեցնի հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի վերսկսմանը։ Մենք չենք ցանկանում հրադադար, որը թույլ կտա ագրեսորներին վերազինվել եւ վերսկսել հարձակումները։ Մենք հստակեցրել ենք, մեզ անհրաժեշտ են երաշխիքներ, ասվում է հայտարարության մեջ։ Արտգործնախարարությունը նշել է, ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի վրա Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ եւ նրա գործողությունները անօրինական են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից զատիկի զինադադարի մասին հայտարարություններից հետո Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է կրկնել հրադադարը։ Զելենսկին հիշեցրել է, ուկրաինական կողմը առաջարկել է հրադադար հաստատել այս տարվա զատիկի տոների ընթացքում։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Կիևը կգործի համապատասխանաբար։ Մարդկանց անհրաժեշտ է զատիկ առանց սպառնալիքների, ընդգծել է Զելենսկին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են Հորմուզի նեղուցում շուրջ 30 երկրների մասնակցությամբ կոալիցիայի ռազմական եւ քաղաքական ծրագրերը։ Սթարմերի խոսքով բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նեղուցում նավարկության անվտանգ ապահովման գործնական քայլերին, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի դերին բազմաց կոալիցիայի ձևավորման գործում։ Նա նշել է, որ վերջին շաբաթներին ստեղծված դաշինքը աշխատում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ուղղություններով։ Քննարկումների կենտրոնում եղել է նավագնացության անվտանգությունը եւ կոալիցիայի գործողությունների համակարգումը։ Ռուսաստանը ցանկանում է երկարատև խաղաղություն, այլ ոչ թե երկարաձգված հրադադար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հրադադարը մարդասիրական բնույթ ունի։ Սուրբ Զատիկի պայծառ տոնը մեր երկրի, Ուկրաինայի, ուկրաինացի ժողովրդի համար։ Սա առաջինը։ Երկրորդ, ինչպես մենք բազմիցս ասել ենք եւ ինչպես ասել է նախագահ Պուտինը, մենք չենք ուզում հրադադար, մենք ուզում ենք երկարատև խաղաղություն, կայուն խաղաղություն, եւ այդ խաղաղությունը կարող է գալ այսօր, եթե Ուկրաինայի նախագահ Զելենսկին ստանձնի պատասխանատվությունը եւ կայացնի համապատասխան որոշում։ Սա արդեն բազմիցս ասվել է, ասել է Կրեմլի խոսնակը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցանքնայի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը կարևորել է Հայաստան-Էստոնիա բազմավոլորտ համագործակցությունը եւ նշել, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները կրում են ինտենսիվ բնույթ։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրա վկայությունն են նաեւ երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմանը։ Երկրի ղեկավարը կարևորել է Էստոնիայի դերը նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման, այդ թվում մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։
Մարկուս Ցահքնան ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցում Էստոնիայի շահագրգռվածությունը։ Վերջինս նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով, նպաստել նաև ՀՀԵՄ փոխգործակցության խթանմանը։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարը կարևորել է Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը, համոզմունք հայտնելով, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։ Նիկոլ Փաշինյանը եւ Մարկուս Ցահքնան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի եւ այլ հարցերի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարկուս Ցահքնան ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ընդլայնված գործընկերություն հաստատելու մասին փոխըմբռնման հուշագիրը։ Արմավիր Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, այսօր բախվել են BMW եւ Opel Մակտիշի ավտոմեքենաները, վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի, շտապ օգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից 2-ի կյանքը ցավոք փրկել չի հաջողվել։ Կազմակերպվել է տուժած 3 երեխայի տեղափոխումը Երևանյան բուժհաստատություններ, մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր եւ ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ։ Զոհվածներից 4-ը Շիրակի մարզի Ջրառատ գյուղից էին, նույն ընտանիքից։ Ջրառատի գյուղապետ Սևակ Խաչատրյանը հայտնել է, որ զոհվածներից մեկն իր հորեղբոր տղան էր։ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրը շուրջ 16 ժամ է հոսանքազրկված է։ Բնակիչների խոսքով տներում ջեռուցում չկա, իսկ երեխաները չեն կարողանում հաճախել դպրոց։ Ծովագյուղի վարչական ղեկավար Ատոմ Սիմոնյանը նշել է, որ հոսանքազրկումները պարբերական բնույթ են կրում։ Սիմոնյանի խոսքով համապատասխան ծառայությունները ներկայումս աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ։ Մեր ընտրական օրենսգիրքը ըստ էության այնքան ազատական է, որ քաղաքական ուժը, որպեսզի չգրանցվի, ինքը պետք է բավականին ջանք գործադրի։ Ազգային ժողովում կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-ից 2025 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ ասել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Որպես օրինակ նա նշել է, որ քաղաքական ուժը պետք է միտումնավոր փաստաթղթեր չներկայացնի։ Եթե փաստաթղթերը ներկայացնում է նույնիսկ թերի, ընտրական օրենսգիրքը պահանջում է տվյալ քաղաքական ուժին տալ 48 ժամ, որպեսզի թերությունները շտկվեն։ Ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս փաստաթղթերը թերի լինելու սխալների պատճառով չընդունել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է ընդունել փաստաթղթերն այնպես, ինչպես ներկայացնում է քաղաքական ուժը։ Եթե ներկայացնելուց հետո պարզվում է, որ կան թերություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է տալ ժամանակ, որպեսզի թերությունները շտկվեն, մանրամասնել է Հովակիմյանը։ Նա նաև նշել է, որ միայն մեկ պարագայում կարող է քաղաքական ուժը չգրանցվել, օրինակ, եթե կուսակցությունը կամ դաշինքը հրաժարվի թերությունները վերացնել։ Ավելին, նիստով է տեղի ունենում թափանցիկ, այսինքն քաղաքական ուժը պետք է հրապարակային հրաժարվի օրենքով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց կամ սխալ ներկայացված փաստաթղթերն ուղղելուց։ Այդ դեպքում չի ստացվում, որ ԿԸՀ-ն չգրանցեց ինչ-որ մեկին, նշել է Վահագն Հովակիմյանը։ Իրանի թագաժառանգ Ռեզա Փահլավին հայտարարել է, որ երկրի բնակչությունը կարող է ապստամբել Իսլամական Հանրապետության իշխանությունների դեմ համապատասխան պահին։ Նա նշել է, որ թեև ապստամբությունը կարող է տեղի չունենալ անմիջապես, այն անխուսափելի է եւ կկայանա ճիշտ պահին։ Վերջինիս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Իրանում շարունակվում են ներքաղաքական լարվածությունները եւ արտաքին ճնշումները։ Եվրամիությունը պետք է անկախ կառույցի անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ի շրջանակներում, առանց հաշվի առնելու ԱՄՆ-ի շահերը։ Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի Վաշինգտոն այցից հետո։ Մելոնիի խոսքով Եվրոպան պետք է ստանձնի պատասխանատվություն եւ համարձակորեն կառույցի դաշինքի եվրոպական հենասյունը, նախ եւ առաջ իր սեփական անվտանգությունը երաշխավորելու համար։ Քաղաքական գործիչը նշել է, որ Եվրամիությունը արդեն հստակեցրել է Միացյալ Նահանգների որ չի փակելու աչքերը բազմաթիվ նվաստացումների եւ նախատինքների վրա։ Որպես վարչապետ Մելոնին օրինակ է բերել Գրենլանդիայի հետ կապված իրավիճակը եւ սակագնային համաձայնագրերի հարցը։ Վերջապես մենք նույնը արեցինք ԱՄՆ-Իրան պատերազմի հետ, որի հետ Իտալիան համաձայն չէ եւ որին չի մասնակցում, ասել է Մելոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ ծայրահեղ դժգոհություն է հայտնել եվրոպական դաշինքի երկրների կողմից ԱՄՆ-ի ռազմական բազաներ տրամադրելու դժկամության վերաբերյալ, հաղորդում է Financial Times-ը, հղում անելով փակ դռների հետևում գտնվող աղբյուրներին։
Հրատարակության համաձայն Թրամփը սպառնացել է պատժել այն եվրոպական պետություններին, որոնք նա համարել է Իրանի հետ պատերազմին անբավարար աջակցող, սակայն հանդիպման ժամանակ չի ուրվագծել կոնկրետ միջոցառումներ։ Կիևը որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մաս ցանկանում է երկրում տեղակայել ԱՄՆ եւ եվրոպական ռազմական բազաներ։ Այս մասին ասել է Վոլոդիմիր Զելենսկին։ Եթե Ուկրաինայում լինի ամերիկյան ռազմական բազա կամ համատեղ ամերիկա-եվրոպական բազա, ապա մենք ավելի քիչ ռիսկերի կհանդիպենք, ասել է նախագահը։ Նա հավելել է, անվտանգության երաշխիքները պետք է ներառեն արևմտյան հոբ համակարգեր բավարար քանակությամբ եւ Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորում։ Մենք համաձայնեցինք, որ մեր կողմը կառաջարկի իր տեսլականը եւ մեր գործընկերները կարձագանքեն նման նախագծին, պնդել է Զելենսկին։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին պատրաստվում է հանդես գալ ազգային ուղերձով։ Այս մասին հայտնել է Աբդուլ Մաջիդ Հաքիմ Իլահին, նրա ներկայացուցիչը Հնդկաստանում։ Պաշտոնյայի խոսքով Խամենեին գտնվում է լավ առողջական վիճակում, շարունակում է իր աշխատանքը եւ ամեն օր ընդունում է պաշտոնյաների ու պատվիրակությունների։ Նշվում է, որ առաջիկայում նա կարող է ուղիղ դիմել երկրի քաղաքացիներին։ Նույն աղբյուրի փոխանցմամբ հրադադարի վերաբերյալ որոշումը նույնպես ընդունվել է անձամբ Խամենեիի կողմից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեղմացրել է Չինաստանի նկատմամբ քաղաքականությունը։ Նրա եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հանդիպումից հետո այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով ավելի վաղ մշակված պաշտպանական ռազմավարության նախագծում Չինաստանը ներկայացվում էր որպես ԱՄՆ-ի անվտանգության գլխավոր սպառնալիք, սակայն Թրամփը դեմ է հանդես եկել այդ ձևակերպմանը եւ հանձնարարել է վերանայել փաստաթուղթը։ Արդյունքում 2026 թվականի հունվարին հրապարակված նոր ռազմավարության մեջ ընտրվել է ավելի մեղմ եւ հաշտեցնող ձևակերպում Պեկինի նկատմամբ։ Բացի այդ, Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցրել է բարձր մաքսատուրքերի կիրառումը, հրաժարվել է որոշ չինական ընկերությունների դեմ պատժամիջոցների ծրագրերից եւ հանձնարարել է պաշտոնյաներին մեղմացնել հռետորաբանությունը Չինաստանի վերաբերյալ։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերումը կարող է հանգեցնել երկրի ներսում պառակտման։ Նրա խոսքով նման քայլը կբախվի հասարակության զգալի հատվածի դիմադրությանը եւ կարող է խորացնել ներքին տարաձայնությունները։ Զելենսկին ընդգծել է, որ այդ սցենարը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ազգային միասնության համար։ Միաժամանակ նա նշել է, նման իրավիճակում Ռուսաստանը կարող է փորձել օգտագործել ճգնաժամը իր ռազմաքաղաքական նպատակները առաջ մղելու համար։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը պետք է դառնա շրջադարձային պահ երկրի համար, վերջին 2 տասնամյակների ճգնաժամերից հետո։ Նրա խոսքով Լոնդոնը պետք է նոր ուղի ընտրի, ուժեղացնելով տնտեսությունը, էներգետիկ անվտանգությունն ու պաշտպանունակությունը, ավելի անկայուն եւ վտանգավոր աշխարհում գործելու համար։ Սթարմերը նշել է, որ հակամարտությունը արդեն հանգեցրել է վառելիքի գների աճի Մեծ Բրիտանիայում եւ կարող է խորացնել գնաճն ու տնտեսական խնդիրները։ Նա ընդգծել է, որ երկիրը չի կարող վերադառնալ 2008 թվականի աշխարհակարգին եւ պետք է հարմարվի նոր իրականությանը, կառուցելով ավելի կայուն եւ պաշտպանված պետություն։ Վարչապետը նաեւ փորձել է վերականգնել իր քաղաքական դիրքերը, ներքին խնդիրների եւ վարկանիշի անկման ֆոնին։ Միաժամանակ բրիտանական հասարակությունը հիմնականում աջակցել է նրա որոշմանը, չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին, ինչը Սթարմերը ներկայացնում է որպես ազգային շահերից բխող ռազմավարություն։ Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստան դաշինքի շտաբի աշխատանքները կհամակարգի Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Մամուլի հետ աշխատանքների համակարգումը կստանձնի Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Ախամոյանը։ Գլխավոր դատախազը մերժել է կիրառել իր բացառիկ լիազորությունն ու փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը։ Այս մասին հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։ Փաստաբանը երեկ հրապարակել էր բժշկական հետազոտությունների արդյունքը Ծաղկազարդի պատարագին Սուրբ Աննա եկեղեցուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողի հարվածից հետո վայրընկած Դավիթ Մինասյանն ուղեղի ցնցում էր ստացել։ Փակ գանգ ուղեղային տրավմա ունի։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ երեկ հրաժարվել է ընդունել 18-ամյա տղային ազատ արձակելու պահանջով հավաքված քաղաքացիներին։
Իրանի պատվիրակությունը Իսլամական Հանրապետության մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի եւ արտգործնախարար Աբբաս Արաղչու գլխավորությամբ ժամանել է Իսլամաբադ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պակիստանը պատրաստվում է բանակցություններ վարել արդեն ապրիլի 11-ին։ Ակնկալվում է, որ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ ԱՄՆ-ն քննարկում է Իրանի հետ հրադադարի երկարաձգման հարցը, եթե ամերիկացի պաշտոնյաները կարծեն, որ կողմերը առաջընթաց են գրանցել բանակցային գործընթացում, հաղորդում է CNN News-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Ըստ հեռուստաալիքի, ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ երկշաբաթյա հրադադարը բավարար ժամանակ կլինի Իրանի հետ ավելի էական փոխզիջման հասնելու համար։ Ներկայիս հրադադարը կարող է երկարաձգվել, եթե Սպիտակ տունը կարծի, որ բավարար առաջընթաց է գրանցվել, նշվում է հաղորդագրության մեջ։ Իսրայելը չարիք է եւ անեծք մարդկության գլխին։ Այն ժամանակ, երբ Իսլամաբադում խաղաղության բանակցություններ են ընթանում, Լիբանանում ցեղասպանություն է իրականացվում, հայտնել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ Իսրայելը սպանում է անմեղ քաղաքացիների, սկզբում Գազայում, ապա Իրանում, իսկ հիմա Լիբանանում։ Արյունահեղությունը շարունակվում է։ Հուսով եմ եւ աղոթում եմ, որ պաղեստինյան հողի վրա այդ չարորակ պետությունը ստեղծած մարդիկ կազատվեն եվրոպացի հրեաներից եւ կայրվեն դժոխքի կրակներում, հայտնել է նախարարը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին հրահանգել է Սուրբ Զատիկի տոների ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով։ Մոտեցող ուղղափառ Զատիկի տոնի կապակցությամբ ապրիլի 11-ին ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա վերջ հայտարարվում է զինադադար, հայտնել է Կրեմլը։ Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին առաջարկել էր Զատիկի տոնին զինադադար հաստատել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրամայել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ։ Ի պատասխան Լիբանանի կողմից ուղիղ բանակցություններ վարելու բազմիցս խնդրանքների, 3 ես հանձնարարեցի կառավարությանը հնարավորինս շուտ սկսել բանակցություններ Լիբանանի հետ։ Բանակցությունները կկենտրոնանան Հեզբոլլահի զինաթափման եւ Իսրայելի ու Լիբանանի միջև խաղաղ հարաբերությունների հաստատման վրա։ Իսրայելը նաեւ ողջունում է Լիբանանի վարչապետի այսօրվա կոչը Բեյրութի ապառազմականացման վերաբերյալ, հայտարարել է վարչապետը։ Տեղի է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։ Համագումարի նաև հաստատվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի առաջին 3 տասնյակ տեխնացուների անունները։ Առաջին տասնյակում ընդգրկված են Գագիկ Ծառուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Լուիզա Սարգսյանը, Արա Այվազյանը, Արմեն Մանուկյանը, Մետաքսյա Բաբայանը, Մարտուն Գրիգորյանը, Սուրեն Սուրենյանցը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը։ ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատունը։ Եթե ձերբակալվել եք կամ խախտել ԱՄՆ որևէ օրենք, ձեր վիզան կարող է հետ կանչվել, իսկ ձեզ կարող են արտաքսել ու զրկել հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Եղեք օրինապահ եւ զերծ մնացեք այնպիսի քայլերից ու արարքներից, որոնք կարող են վտանգել ձեր այցը, նշված է հայտարարության մեջ։ Եղանակը առաջիկա օրերին։ Ապրիլի 11-ից 13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Առանձին վայրերում առատ տեղումները լեռնային եւ առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան եւ թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ից 3-ը եւ 14-ի գիշերը կնվազի 5-ից 7 աստիճանով։ Երևանում ապրիլի 11-ից 13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև, ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։